Հերի Պատիպյան, հանրային հեռուստատեսություն։ Պարոն վարչապետ, ինչպես նշեցիք, այսօր առաջին անգամ քվեարկության արդյունքում ձևավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ցուցակը։ Ընդդիմադիրները հիմա տարբեր հայտարարություններով ասում են, որ այս քայլով մոլորեցնում եք, հապաղողնշում եք մարդկանց, նաև ժողովրդավարության ձևական իմիտացիա եք ստեղծում։ Ինչպես կարձագանքեք այս հայտարարություններին եւ ես խնդրեմ մի փոքր բացաբանում ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ, երբ որ հայտարարվեց քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շրջբանացությունների ավարտի մասին, նշվեց մինչև $5 միլիարդ սկզբնական ամերիկյան արտահանման մասին, գումարած $7 միլիարդ լրացուցիչ այդ աջակցությունը վարելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Չնայած Միացյալ Նահանգների փոխնախագահը բարձրաբանումն այս մասով տվեց, սակայն ընդդիմադիրները շարունակում են քննադատությունները, հայտարարում են, որ սա $9 միլիարդ պարտք է Հայաստանի համար, $12,000 պարտք ամեն ընտանիքի մասով։ Խնդրում եմ այս հարցի շուրջ ձեր բարձրաբանումը։ Քվեարկության արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցության հենց առաջին կանոնադրության մեջ սահմանվել է, որ հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը ձևավորվում է համաժողովի կողմից։ Եվ մենք նման քվեարկություն, մենք առաջին անգամ որպես քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք 2017 թվականին։ Եվ 2017 թվականին հերթական ընտրություն է եղել, եւ մեր համամասնական ցուցակը ձևավորվել է նույն կերպ փակ գաղտնի վարկանիշային քվեարկությամբ։ Քվեարկությունը եղել է Սայաթ Նովա 6 հասցեում գտնվող մեր գրասենյակում, այն ժամանակ իհարկե լրատվամիջոցների առանձնապես մեծ ուշադրությունը դա բնականաբար չի գրավել։ Դրանից հետո տեղի ունեցել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, որը եղել է արտահերթ։ Մեր կանոնադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակը ձևավորում է վարչությունը։ Ինչու՞։ Որովհետև արտահերթի ժամանակ պրոցեսները ավելի արագ են տեղի ունենում եւ ժամանակի խնդիր կա։ Հաջորդ ընտրությունը եղել է 2021 թվականին, որը ելի եղել է արտահերթ։ Եվ ելի համամասնական ցուցակը ձևավորել է կանոնադրության համաձայն վարչությունը 2026 թվականին տեղի ունենալու հերթական ընտրություններ եւ ինչպես 2017 թվականին այս դեպքում էլ մենք իրականացնում ենք փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին եւ նրա արած հայտարարություններին, տեսեք խոսքը նախ Firebird ծրագրի շրջանակներում, միայն այդ մի ծրագրի շրջանակներում, եկեք պատկերացնենք, ուրիշ ոչ մի բան չկա։ Այդ ծրագրի շրջանակներում հենց իրենք ներդրողները իրենց ներկայացման ժամանակ ասել են, որ ներդրումների ծավալ լինելու է 4 միլիարդ, մինչև $4 միլիարդ։ Այսինքն խոսքը արհեստական բանականության կենտրոնի մասին է, որը շատ մեծ ծավալ ունի եւ շատ հեռանկարային ներդրում է։ Դրանից դուրս մենք ունենք համատեղ ներդրումներ Միացյալ Նահանգների հետ TRIP նախագծի շրջանակներում, որը շատ կոնկրետ է, սահմանային կառավարման հարցերում եւ իհարկե նաեւ միջուկային էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցության եւ բնականաբար բոլոր այդ դեպքերում խոսքը ներդրումների մասին է, թե այդ ներդրումներից որը կլինի մասնավոր, որը կլինի պետական, դա արդեն հետագա քննարկումների հարց է։ Կոնկրետ Firebird-ի դեպքում իհարկե դա մասնավոր է, Հայաստանի Հանրապետությունը որևէ մասնակցություն չի ունենալու։ TRIP-ի դեպքում Հայաստանի Հանրապետությունը ունենալու է մասնակցություն, ինչպես հունվարի 14-ի փաստաթղթի մեջ ընդգծված է Հայաստանի մասնակցության ձևերը, մյուս նախագծերում էլ կապրենք կտեսնենք։